Ինչու չենք սիրում աղանդավորներին։ Ստոպ։ Մինչև կշտապես արագ մեկնաբանություն գրել եւ հայտնվել արգելափակման տակ, կրկնում եմ, ես չեմ պատրաստվում ասել սիրել, չսիրել, որն է ճիշտը, որը սխալ։ Ես փորձում եմ քննարկել պատճառը։ Ինչու չենք սիրում։ Երբ հարցնում են ինչու չենք սիրում աղանդավորներին, վստահ եմ միանգամից ձեր մտքին եկավ հայտնի պատճառներ, ինչպիսիք են քանդում են պետությունը ներսից, աղավաղում են քրիստոնեությունը, հոգեվորսություն են անում, երկպարակություններ են մտցնում, ընտանիքներում բաժանություններ ու վեճեր եւ այլն։ Այո, սրանք բոլորիս հայտնի հիմնական պատճառներն են։ Կա նման բան։ Հայտնի, բայց շաբլոն։ Ինչու՞։ Որովհետև այն ասում ենք առանց խորանալու։ Արդյոք դա անում են միայն աղանդավորներն ու հենց դրա համար է, որ նրանց չենք սիրում։ Վստահ եմ դուք իմ թվարկածների մեջ այլոց չտեսաք, այլ միայն աղանդավորներ։ Սակայն թվարկածս արարքները միայն նրանք չէ, որ անում են ազգի մեջ։ Ես ասացի քանդում են պետությունը ներսից, իսկ միայն աղանդավորներն են քանդում պետությունը ներսից։ Ես ասացի աղավաղում են քրիստոնեությունը, այսինքն բոլոր նրանք, ովքեր աղանդավորներ չեն, խստագույնս պահպանում են քրիստոնեական արժեքները, հա։ Ես ասացի հոգեվորսություն են անում, երկպարակություն են մտցնում ընտանիքներում բաժանություններ ու վեճեր։ Իսկ այլ ոլորտներում նոր վարդագույն մշակույթների, դրսից եկած սատանիստական տոների, ապրելակերպի, անբարո արժեքների մեջ հոգեվորսություն չկա, հա։ Կամ ովքեր աղանդավորներ չեն, նրանց բոլոր ընտանիքներում երկպարակություններ, վեճեր չկան։ Բռնություններ, ծեծեր, աբորտներ, բամբասանքներ, մարդկանց տուն քանդել, մարդկանց անունների հետ խաղալ, կյանքեր կործանել, բավական է մենք մեզ խաբենք։ Աղանդավորներին դրանց համար չէ, որ չենք սիրում։ Պարզապես այս մի քանիսը շաբլոն դարձած մեր իրական խնդիրներն են, որոնք բարդելը հեշտ է այլոց վրա, ինչի ֆոնին մենք մի փոքր ավելի մաքուր կերևանք։ Երբ արբեցող կնոջն ու երեխաներին բռնության ենթարկող մարդը տաճարի կողքով անցնելիս խաչակնքվում է, իրեն թվում է, թե վերջ ինքը սրբվեց, հետո կնայի նույն տաճարի տակ կանգնած ուրիշի կնոջ ոտքերին, մտովի կընկնի երազանքների գիրկը, կգնա տունն ու կշարունակի ապրել նույն կյանքով։ Երեխաների ներկայությամբ կանարգի կնոջը կխփի, կհայոյի, կարևորը տաճարի կողքից անցնելիս պարտադիր խաչակնքվելը դիտարկումն է որպես իր սրբադասման արարողություն։ Պետք լինի մի հատ էլ վաղը կանցնի։ Իսկ մյուսները կասեն, թե ընտանիք է, որ տղամարդը կնոջը չի ծեծում, կարևորը ինքը աղանդավորների ժողովներին չի գնում։ Ինքը մաքուր 301 թվականին ընդունած քրիստոնեության պիտակը վրան կպցրած մարդ է, ել որ համացանցում քրիստոնեության թասիբն է պահում Աստծո սպասավորների, քահանաների մասին, գրելով թե «Բարա սրանց պետք է ուղարկեն պոստ պայելու ինչ են անում ստե»։ Սիգարետը գցում է որտեղ պատահի, ուխտի նման թքում է որտեղ պատահի, խոզի նման ձեռքին եկած աղբը շպրտում որտեղ պատահի։ Համացանցում սրա նրա գրառումների տակ բռնության կոչեր անում, անանուն ֆեյքի անվան տակ հայհոյանքներ։ Դրանց սաղին վառե կարա էս իշխանությունները սենցն են, տաքսիստները նենցն են, էսի երգիր չի, էս ազգ չի դառնա քաղաքի աղբելը լցվելա վերաններս։ Հələ սրա կնգա հակած է նայիվ ադա մարդուն, կարևորը ինքը աղանդավոր չի։ Դե տուն քանդողը ազգը, երկպարակտողը, վեճեր ու ծեծեր հրահրողը նրանք են, ինքը հո չի։ Իսկ եթե լուրջ, ապա աղանդավորներին չենք սիրում, որովհետև իրենք մեզ նման չեն։ Իրենք ինչ անում են բացահայտ։ Մոլորեցնում են, ապա ուղիղ այդ մասին ասելով։ Ուզում են գումարը ձեռքիցդ խլել, տունդ իրենց անունով դարձնել, ասում են ուղիղ ու բացահայտ։ Մարդիկ պարզ ասում են, որ ուզում են քո ժամանակն ու ռեսուրսները խլել։ Քեզ աշխատեցնեն անվճար։ Կանգնես դե դրսում ձմռան ցրտին, ամռան տապին, որ անցորդներից մարդ որսաս ու տանես իրենց մոտ, որպեսզի խլեն նրանց միտքն ու գումարները, նաև հոգին, եւ նրանց էլ ուղարկեն ձեզ հետ դրսում կամ դռնեդուռ ընկած նույն բանն անելու։ Ու առհասարակ ինչ ուզում են, ասում են ուղիղ, առանց ժամանակ կորցնելու։ Միայն ոչ թե ասում են իրենց անունից, այլ երևակայական որևէ Աստծո։ Իբր Աստված ուզում է, որ դու անես սա, նվիրաբերես սա, հետևես մեզ, այցելես այստեղ, 140,000 փրկողներ բերես։ Այո, նրանք այդ ամենն անում են, չնայած ոչ իրենց անունից, բայց ուղիղ, որը ոչ թե չենք լսում, այլ պարզապես մենք ուղիղ ասողներին չենք սիրում։ Մենք այնքան ենք խուսափում ուղիղ խոսքից ու սիրում խոճուճ, մոլոր, ճամփեքով, ակնարկներով խոսել, որ հստակ ասված խոսքի մեջ էլ հնդրում ենք խոճուճ տողատակեր, անտեսելով ուղիղ ասված խաբեությունը։ Օրինակ, մեզ որևէ ծառայություն մատուցած աշխատավոր մարդ իր աշխատանքի դիմաց գումարն է ասում։ Շնորհքով, հարգանքով, ուղիղ պահանջում է առանց խաբելու։ Իսկ մենք տնաշեն ամեն ինչով փողով չի։ Բան ենք խնդրեմ փողի անուն ես տալիս միանգամից։ Բա քանի անգամից էիր ուզում փողի անուն տալ։ Մի քանի անգամ աշխատեր անվճար, հետո երբ իր անվճար օգտակարությունը քեզ համար կդառնար սովորույթ, այդ ժամանակ ասեր, հա, որ ի վերջո իր երեխան էլ է հաց ուտում ու պետք է վճարես, որ ամեն ինչ անվճար ստանալուց հետո սովորությունդ կոտրած շուրգաս ասես. աղբերս կյանքը քեզ էլ փոխեց։ Այսքան իրար համար անվճար արեցինք, մարդկություն, ընկերություն մոռացար։ Իսկ ավելի լավ չէ դու էլ ուղիղ խոսես։ Ասես, գիտես, մեղքս ինչ թաքցնեմ, ես ձրիակեր եմ,
միշտ սովորեն պորտաբույծի կյանքով ապրել, մարդուն աշխատեցնել, լեզու թափել, գումարը չտալ։ Խոստանալ, որ իր նեղին կհասնեմ, բայց զբաղված ձևանալ ու կորել։ Հետո հայտնվել, երբ ինձ կրկին ինքը պետք է։ Բայց իմ ձրիակերությունը ներկայացնում եմ պատշաճ կերպով, ոչ թե ձրիակեր, այլ բաշարով, ասող, խոսող, գործը գլուխ բերող։ Ոչ, մենք չենք սիրում ուղիղ խոսքը։ Մենք սիրում ենք գործերը հոգալ տակից։ Խնդիրների դեպքում էլ սխալը չընդունել, այլ դարձյալ դուրս գալ տակից։ Մեր փնթիությունը, խաբեություններն ու ողջ մեղքը բարթելով իշխանության, հարևանի, աղանդավորների, թշնամիների, նախկինների, ներկաների վրա։ Այնպես որ ոչ աղանդավորների մեծամասնությունն էլ են նույնն անում, ինչ աղանդավորները։ Պարզապես աղանդավորներն անում են չակերտավոր Աստծո անունից եւ ուղիղ, իսկ մենք տակից։ Մինչեւ բացահայտվում է մեր գործած խուճուճ ու ազգակործան որևէ արարքի մի մասը, հայտնվում է մյուս մասը։ Իմանում ենք մի խաբեության ու բռնության մասին, հայտնվում է մանուկների գողությունը։ Մինչեւ բոլորը զգուշանում ենք դրանից, հայտնվում է զինվորի գաղտնի սպանության մի դեպք։ Հետո իմանում ենք այլ ազգակործան պղծությունների մասին։ Ձեռով պայմանավորված աբորտների ստատիստիկան է աճում, ընտանեկան բռնությունների աճ, բռնություն մանկապարտեզի դաստիարակչուհու կողմից, կրթական ոլորտում անկիրթ պահվածք, հետո բժշկի հիվանդագին անզգուշության պատճառով բարդացումներ կամ մահ։ Բայց իրենք աղանդավորներ չեն, պետությունը ներսից չեն քանդում, քրիստոնեությունը չեն աղավաղում, երբ պարապություններ, բաժանություններ, վեճեր չեն մտցնում ընտանիքներին։ Այդ բոլորը միայն աղանդավորներն են անում։ Իրականում աղանդավորներին չենք սիրում մեկ հիմնական պատճառով ու դա հենց այն է, ինչը մենք չենք կարող անել։ Դա մեզ համար խորթ է։ Չենք սիրում, որովհետև իրենք ունակ են մեզ մոլորեցնելու իրենց գիտությամբ։ Թե ինչ գիտություն է, ինչպես եւ որտեղից են սովորում, թողնենք դա։ Եվ մենք ամաչում ենք, որ լինելով դարավոր կիրթ ու կրթություն սփռող ազգ, հասկանում ենք, որ երբեմնի կիրթ ազգի մեջ ունենք քրիստոնեական արժեքներից բացարձակ անտեղյալ, բանակցային տարրական նրբություններից հեռու, ամենապրիմիտիվ մանիպուլյացիաներին զոհ գնացող անզգույշ զանգված, որոնց թիվը մի քանի 100,000 է։ Այո, մենք ամաչում ենք ընդունել ոչ միայն այդ փաստը, որ ունենք անկիրթ զանգված, այլ նաև այն, որ նրանց հնարավոր է հեշտորեն խաբել սխալ գիտությամբ։ Գիտությունը որն է, պարզապես մարդն իր սեփական տեսակետն ասելով կարող է խաբել ցանկացած անցորդի, ով դպրոց, բուհ ավարտել է, կյանք է մտել, աշխատում է որևէ պատասխանատու հաստատությունում, ընտանիք ունի, երեխա է դաստիարակում ու այս ամենը իր ուղեղով, այն ուղեղով, որը հեշտորեն կարող է հավատալ, երբ դիմացինը Աստվածաշունչը մեկնաբանում է ոնց իրեն է հարմար կամ ոնց ասել են։ Տոսկի Աստվածաշնչից էլ մեջբերում չի անում, պարզապես ասում է Տերը ասաց ու վերջ։ Դիմացինն արդեն իր ձեռքում է։ Իսկ մեր 301 թվականի քրիստոնեության պիտակը կրողը նույնիսկ տարրական, սթափ գիտակցություն չունի հարցնելու հարգելիս քո ասած Տերը լայն է հնչում։ Կարող եմ իմանալ խոսքը որ Տիրոջ մասին է կամ որտեղ է գրված, որ արարիչ Տերն է նման բան ասում։ Իսկ եթե գրված չէ, ապա այդ որ Տերն է ասում։ Ձեր բիզնեսի Տերը կամ համասեփականատերը միգուցե գծի Տերն է ասում։ Ոչ, մենք չենք հարցնում դա, ամոթ է։ Մարդ ենք, որ ասում է մի բան գիտի, հոսուտ չի խոսում։ Չէ, սուտ չի ասում, սիրելիս, պարզապես ինքն էլ ասում է այն, ինչին ինքն է հավատացել։ Ստելը ճիշտ իմանալն ու խեղաթյուրելն է։ Ձևափոխած ասելն է, բայց ինքը չի ձևափոխում։ Ինքը չգիտի, որ իրեն էլ են խաբել, ու ինքը չգիտի, որ սխալ գիտի։ Ուստի ոչ թե ստում է, այլ սխալ է ասում, բայց հավատալով։ Իսկ դու կհավատաս թե ոչ, քո որոշումն է։ Միայն իրենցից հեռու մնալու հետ մեկտեղ հիշիր, իրենք միակը չեն, որ երկպարակտում են պետությունը, քանդում են երկիրը ներսից, վեճեր ու բաժանություններ են բերում ընտանիքներում։ Ես ու դու մեր հերթին անում ենք այդ ամենն ամեն օր բռնությունների մասին լռելով, աբորտներն ու այլևայլ հանցագործություններ կոծկելով, խրախուսելով, արդարացնելով, բամբասելով եւ ի վերջո իրենք միակը չեն, որ աղավաղում են քրիստոնեությունը։ Դու էլ քո հերթին ես օգնում իրենց դա անել հավատալով իրենց ու Աստվածաշունչ չկարդալով։